աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության, գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի Եվրոպական հանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում է այստեղ եւ ձեռք սեղմում է անում գովեստի խոսքեր է շռայլում մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղից գալուց առաջ Տիկին ֆոն դեր Լայն, դուք գտնվում եք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով 100 հազարավոր մարդիկ տնավեր են դարձել եւ չեն ապրում իրենց հազարամյակների բնորանում։ Իսկ այսօր դուք այստեղ ձեր այցով, ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի համար, ազատ կարծիքի համար։ Ազատ խոսքը հանցանք չէ։ Freedom is not a crime. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն, 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 ազատություն։ Freedom for all political prisoners in Armenia. Freedom, 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 freedom. Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ դուք իմանաք, որ այդ թվում ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով։ Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունը, նրա համար, որովհետև իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների օպոնենտների դեմ գործեր կարելով։ Եվ այսօր բոլոր մարդիկ, ովքեր խոսում են ազատությունից, խոսում են սահմանադրականությունից, պաշտպանում են ընտրական իրավունքը, այսօր բանտերում են։ Այդ բռնաճնշումները վերաբերում են ինչպես հին փորձառու, այնպես էլ նոր ուժերին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։